Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Արման Աբովյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Աբովյան հրավերն ընդունելու համար։ Գնահատեք ինչպես ընթանում քարոզարշավը ձեր համար, արդյոք կարողանաք հաղթահարել անցողիկ շեմը, հայտնվել ազգային ժողովում։ Գիտեք, անմիջապես հարցը բավականին տարօրինակ է, որովհետև դե բացի հարցումներից դասական առումով մենք տեսնում ենք ստեղծված իրավիճակը, ներքաղաքական իրավիճակը եւ խոսքը նույնիսկ չի գնում անցողիկ շեմի մասին։ Խոստանում եմ, որ մեր քաղաքացիների շնորհիվ շատ հետաքրքիր սուրպրիզներ կլինեն։ Որն է լինելու այդ անակնկալը, քանի տոկոս կհավաքեք, եթե անցողիկ շեմը դա ձեզ համար նվազագույն։ Տեսեք, հիմա անցողիկ շեմերի կամ տոկոսների մասին խոսելը վաղը շատ պարզ պատճառով մենք չունենք դասական առումով ցավոք, Բարգավաճ Հայաստանը փորձում է այդ գծի մեջ կամ այդ գիծը հրավիրի բոլոր քաղաքական ուժերին, բայց մենք այսօր չենք տեսնում հիմնականում իշխանության կողմից ծրագրային ինչ-որ, սենց ասենք, քարոզարշավ։ Մենք տեսնում ենք հետևյալը, որ միտումնավոր լարվում է իրավիճակը, այսինքն վիրավորանքներ, այսինքն պիտակավորումներ եւ այլն եւ այլն եւ այլն եւ այդ ֆոնի վրա ըստ էության ծրագրային բոլոր դրույթները, որոնք ըստ էության պետք է առանցքային լինեին համաձայն տրամաբանության, որովհետեւ մարդիկ եւ դուք ինձանից լավ գիտեք եւ հեռուստադիտողները գիտեն, իրականում զզվել են այն, գիտեք ոնց, հիստերիկ մթնոլորտից, ես ոչ մեկին չեմ մատնանշում, առհասարակ, եւ այն անկայն մթնոլորտից, որը տիրում է երկրում բավականին երկար ժամանակ։ Դուք եք այդ մթնոլորտի մեջ ու կարծես թե խաղը դուք եք շարունակում, որովհետեւ դուք եք հայտարարություններ տարբեր կերպ անում ծրագրայինից դուրս։ Տեսեք, մենք երբեք ժողովրդական լեզվով ասած առաջինը չենք խփել ոչ մեկին, Խոսքը գնում է պայմանական այդ փոխադարձ, սենց ասենք, տարատեսակ արտահայտությունների մասին։ Մենք միշտ պատասխանել ենք, պատասխանելու ենք ու պետք եղած դեպքում 10 անգամ ավելի ուժեղ ենք պատասխանելու, բայց գոյություն ունեն կարմիր գծեր եւ թույլ տվեք օգտագործելով, հնարավորությունը պարզապես կոչ անել ոչ մեկին, այդ կարմիր գիծը չանցնել։ Կարմիր գիծը ո՞րն է։ Կարմիր գիծը դա ըստ էության բարոյական ինչու ոչ, ընտանիք, երեխեք, տարբեր մարդկային, դե լավ, սենց ասենք, գծերն են, որը ցավոք այսօր հատվում են։ Այո, պատասխանել ենք, ընդգծում եմ, պատասխանել ենք։ Երբեք դուք չեք կարող գտնել եւ մեր հեռուստադիտողները չեն կարող գտնել գետ մի դեպք, երբ որ մենք փորձել ենք լարել իրավիճակը, միտումնավոր, դուրս հանելով զուտ ծրագրային տիրույթից խոսակցությունը, օրինակ, չգիտեմ, անձնական վիրավորանքների։ Սա կարևորագույն ըստիս, այն առանձնահատկությունն է, որը իրեն հարգող քաղաքական ուժ կամ անձ, կապ չունի, ով ուզում է լինի, պետք է հարգի եւ պետք է հետամուտ լինի, ոչ մի պարագայում դուրս չգալ նվազագույնը ժողովրդական լեզվով ասած մարդկային տիրույթի։ Լավ, պարոն Աբովյան, մի հրապարակման մասին կուզեի խոսել եւ դրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունը լսել։ Եթե արդեն հասցրել եք ծանոթանալ, հրապարակվել է FSB-ի Հայաստանի հետ կապված որոշակի նյութերի քանակ, որի համաձայն ձեռք են բերվել այնպիսի տվյալներ, որը վերաբերում է Հայաստանի քաղաքական միջավայրի վրա Ռուսաստանի ազդեցության պլանների մասին, ռեսուրսների մասին եւ միջոցների մասին։ Մասնավորապես այդ արտահոսած նյութերում նկարագրված են Սամվել Կարապետյանի, այդ թվում Գագիկ Ծառուկյանի, Միքայել arczepiskopos Աճապահյանի եւ մի շարք այլ ընդդիմադիր գործիչների հնարավոր անելիքները Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դրանցում նաեւ նկարագրված են նարատիվներն ու թեզերը, որոնք պետք է տարածվեն այս նախընտրական իրավիճակում իրենց նախընտրած տեխնացուին առաջ մղելու համար եւ նաեւ արկային հանրային տրամադրությունների վերլուծություն, նաեւ նշվում է, որ պետք է 2012 թվականի Վրաստանի իրավիճակը, այսպես ասած, կրկնվի, խոսքը Բիձինա Իվանիշվիլի իշխանություն գալու պատմության մասին է։ Եվ դրան գումարած նաեւ արտահոսած նյութերում ամենաշատ դետալները կապված են եղել Մայր Հայաստան կուսակցության հետ։ Ես կուզեի սրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունը լսել։ Տեսեք, մենք ականատես ենք դասական մոլդովական սցենարի, բարի գալուստ, մոլդովական սցենար, երբ այսպես կոչված արտասահմանյան, չեմ ուզում ոչ մեկին մատնանշեմ, հատուկ ծառայությունները իբր կազմակերպում են արտահոսքեր, նույնը մենք տեսնում ենք Մոլդովայում, նույնը մենք տեսնում էինք Ուկրաինայում
9-10 թվականներին, նույնը մենք տեսնում ենք տարբեր երկրներում, տեսեք, ստեղծում են որոշակի տեղեկատվական իբր, հա, մեկօրյա կայքեր կլինեն կամ ինչ որ մի կայքին արտահոսք է եկել եւ այլն, եւ այդ դրա վրա կառուցվում է որոշակի մի համակարգ։ Այսինքն մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ չապացուցված, եկեք ֆիքսենք, հա, չապացուցված, ինչ որ տենց FSB-ն էլ ներողություն հարիֆա, տենց քչի կարում իր գաղտնիքները, հա, տենց տիրապետի, հենց ընտրությունների ժամանակ, այսինքն մի ամիս առաջ չի, 2 ամիս առաջ չի, հենց ընտրությունների ժամանակ հերոսաբար այդ դրսի, որովհետև այսպես կոչված արտահոսքը իսկ իրականում fake է, հա, ես տենց եմ գնահատում։ Սա սուտ է։ Միանշանակ, սա սուտ չէ, սա միանշանակ այնպեսի FSB-ի տվյալները չեն սրանք։ Սա ոչ թե FSB-ի տվյալների կամ տվյալներինը չի, այլ սա նա է, որ նույնաբովանդակ սխեմայով աշխատում էին որոշ պետությունների հատուկ ծառայությունները եւ ես գնահատում եմ այս կարգի տեղեկությունները որպես Հայաստանի Հանրապետության ներքին, հա, սենց ասենք ելևեժների կամ ներքին գործերի մեջ խառնվել։ Պետք է շատ հստակ եւ բարձ հասկանալ։ Մենք ապրում ենք տեղեկատվական դարում եւ տեղեկատվական դարում կարևորագույն զենքը հանդիսանում է տեղեկությունը։ Ո՞վ է արտահոսք կազմակերպել ձեր գնահատմամբ, եթե դա այդպես է։ Ես ավելի քան համոզված եմ այն ուժերը կամ այն պետությունները, որոնց համար կրիտիկական է, որ Հայաստանում անցնեն արդար, ազատ ընտրություններ եւ մարդիկ կարողանան ազատ եւ արդար, կրկնում եմ, իրենց կարծիքը հայտնել։ Սա միանշանակ, գիտեք, որ ավելի անկեղծ լինեմ, որ ավելի ես ինձ իրավունք չեմ վերապայի, չունենալով փաստագրական ապացույց, հա, ես հենվում եմ համեմատական գործընթացների, որոնք տեղի են ունենում Մոլդովայում, որը ես բավականին լուրջ ուսումնասիրել եմ, ու մասնագիտական առումով, քանզի վերլուծաբան եմ, պետք է հասկանա ինչ է կատարում։ Գիտեք ծիծաղելին որն է։ Կարելի է վերցնել մոլդովական մամուլում այսպես կոչված նույնաբովանդակ, հա, իբր արտահոսքերը, որոնք օրինակ այն ժամանակ վերաբերվում էին Իլան Շորին, ինքը մոլդովական անդիմության, հա, առանցքային դեմքերից էր եւ ձեր կողմից մատնանշած տեղեկությունները փոխում ես անունները, փոխում ես օրինակ կայքերի անունները, ես էլ եմ ծանոթացել այդ փաստաթղթերի մարդկանց անունները եւ նույնաբովանդակ տեքստ է եւ այդ պարագայում այն մարդկանց, ովքեր աշխատում են հիմնարացնել Հայաստանի Հանրապետության, հա, ընտրողներին ինչը չի ստացվի, որովհետեւ ով կարծում է որ կարող է հիմնարեցնել, ինքը շատ մեծ հիմարություն անում, որովհետեւ մերոնք չորը թացից, հա, տարբերում են։ Ես վերջացնեմ, ես ուշադիր ձեզ լսում եի, ես վերջացնեմ։ Եվ այս պարագայում ընդամենը մեկ հարց. ինչի համար այսպես կոչված արտահոսքերը նույնաբովանդակ տեքստերի հիման վրա են կազմվել, ինչը կազմվել է այլ երկրներում, որտեղ նույնատիպ իրավիճակ էր, պայմանական արևելք-արևմուտք այս պայքարի ներքո։ Եվ երկրորդ հարցը, ճիշտ հարց չէ, ես հորդորում եմ այն մարդկանց, ովքեր այս ֆեյքերի, հա, չնայած չգիտեմ հայկական հեռուստատեսություն, վստահաբար կլսեն, ժողովուրդ տեքստերի մեջի նախադասությունները գոնե տեղերով փոխեք։ Պարոն Աբովյան, դուք չէ ձևակերպում արեցիք, որ FSB-ն հաստատ հարիվ չէ, որ իրենց մոտից արտահոս էր տեղի ունեցած լինեն։ Եթե հարիվ չէ, կարծում եմ յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր հատուկ ծառայություն հարիվ չէ։ Շատ լավ։ Եթե այս հատուկ ծառայությունը հարիվ չէ եւ ձեր ասածով սրանք կեղծ տեղեկատվություններ են, իրենք հերքել են սա։ FSB-ն։ Տեսեք, Ռուսաստանից որևէ հերքում կա սրա վերաբերյալ, որ սրանք կեղծ տեղեկատվություններ են։ Տեսեք, ավելի քան վստահ եմ, որ այս կամ այն առումով այս տեղեկությունների մասով ռուսական կողմը կարձագանքի, ես տենց եմ կարծում, ես չգիտեմ կարձագանքի են թե չէ, բայց դեռ օրինակ Սամվել Կարապետյանի հետ կապված հրապարակումներին եւ հայտարարություններին արձագանք չկար դեռևս, այսինքն դա տեղի է ունեցել։ Հիմա մենք պիտի սպասենք։ Ես հատուկ չեմ ընդգծում հայկական քաղաքական դաշտում այս կամ այն քաղաքական ուժին, մենք խոսում ենք կոնցեպտի մասին, որովհետև տեսեք, տեխնոլոգիան աշխատում է հետևյալ ձև։ Մեզ բոլորիս, այսինքն այն մարդկանց, ովքեր այս կամ այն առումով առնչվում են քաղաքականության հետ, կամ նույնիսկ հասարակ մարդկանց, ներքաշել արտաբովանդակային նույնիսկ այս սենց ասենք, հա, քննարկման մեջ, եւ այդ քննարկման ներքո արդեն այս տեղեկությունը, որը ես շատ մեծ կասկած ունեմ, ճիշտ է, շատ մեծ կասկած ունեմ, դարձնել արդեն
ապրիորի քննարկման առարկա այն մարդկանց, ովքեր հիմա մեզ դիտում են, արժև արդեն դնելով չափածուցված, ես կրկնում եմ, փաստերը, որպես թե ես ավելի քան տեսեք, ես ավելի քան համոզված եմ, որ այն տեղեկատվական ցավով եմ արձանագրում աղբը, որը այսօր գեներացվում է փորձելով, հա, ազդել մարդկանց վրա, մարդկանց սենց ասենք ենթագիտակցության ընտրություններից ընդառաջ ինքը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է ռուսական կողմը արձագանքի թե ոչ, ես կարծում եմ, որ ռուսական կողմի արձագանքները ցավով եմ արձանագրում, իրենք ավելի բովանդակային, հա, տիրույթում են գտնվում եւ այդ արձագանքները հիմնականում եզրափակվում են կամ սկսում են, հա, անմիջական, սենց ասենք, որոշակի գործունեության գետնի վրա, այսինքն օրինակ Հայաստանը ասում է ես ուզում եմ գնամ Եվրոպա։ Ասում են ասում մեռնեմ ուզում ես գնաս գնա, բայց օրինակ այդ Եվրոպայի ճանապարհը առաջին հերթին չպետք է լինի պայմանական ռուսական շուկայի հաշվին։ Այսինքն քո ապրանքը, քո արտադրանքը չպետք է այն արտոնյալ, հա, տեղը ունենա, որը այսօր ունի, եւ հակառակ այն արտոնյալ գներով գազի գնումը միայն գազը չի, հա, օրինակ նույն հացահատիկի գնումը եւ այլն, ինքը չի լինելու։ Ուզում ես, օրինակ դուրս գաս եվրասիական տնտեսական տիրույթից։ Դուրս արի, բայց այնտեղ, սա գիտեք զավեշտը ինչու՞մն է, որ երբ որ մեզ դնում են, ընդ որում ռուսները չեն, ղազախները չեն, այսինքն եվրասիական, հա, տիրույթը չի։ Մեզ դնում են երկընտրանքի առջև, այս մի կողմը, չէ, որը տրամաբանորեն պետք է օրինակ հավասարակշռի։ Ու ես իմիջիալոց շատ մեծ ասես մի հատ արտահայտություն կա, պիետետով եմ վերաբերվում Եվրոպային, Միացյալ Նահանգներին եւ այլն, բայց տրամաբանությունը հուշում է, չէ, որ այս կողմը պայմանական ասում պայմանական Ռուսաստանը օրինակ արգելափակելա որոշակի ապրանքների ներմուծումը, խնդրեմ բերեք մենք կվերցնենք։ Մենք սա չենք տեսնում եւ չենք տեսնի։ Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի օրինակները մեր աչքի առջև են։ Բա մեզ պետք է մենք մնանք այնտեղ կամ շարունակենք օգտվել այն բաներից, որը մեր դեմ որպես գործիք օգտագործում են։ Մեր դեմ որպես գործիք։ Օրինակ դուք գազի գնի մասին եք խոսում, եթե Ռուսաստանը գազի գնով մեծ պիտի սպառնա, եթե Ռուսաստանը ԵԱՏՄ շուկայով մեզ համար տնտեսական հետևանքներ պիտի առաջացնի ու սպառնա, ուրեմն մեր այնտեղ մնալու տեսեք։ Կրկին նենգափոխություն է տեղի ունենում։ Ոչ մեկին չի սպառնում։ Այսինքն ռուսական կողմից որևէ սպառնալիք մենք օգտագործենք լավ ուրիշ բառ, ընտրեք դուք ինքներդ, բայց տեսեք այն հետևանքները, որ հիմա կան։ Տեսեք, գոյություն ունի հետևյալ տրամաբանությունը։ Եթե դու գտնվում ես որոշակի տնտեսական, հա, կամ տնտեսակահաղական տիրույթում, քեզ այդ գտնվելը տնտեսական կամ տնտեսակահաղական տիրույթում տալիս է որոշակի բոնուսներ, պայմանական արտոնյալ իրավիճակ։ Նույնը Եվրոպայի կամ Եվրո, հա, միության կազմում Ֆրանսիան արտոնյալ հնարավորություններ ունի, օրինակ ընդհանուր շուկայի պարագայում Գերմանիայում վաճառի իր ապրանքները, բայց նույն Ֆրանսիան, եթե ցանկանա դուրս գա, հա, Եվրոմիությունից, պարզենք այդ ապրանքները այլ գնով է վաճառում, ինչ Գերմանիան Ֆրանսիային սպառնում է, վերցնենք ես վերջացնեմ, որ մենք դուրս չենք եկել ԵԱՏՄ-ից եւ ես չենք եկել դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Էտա որ գիտեք, բարոյականությունը նույնիսկ քաղաքականության մեջ եւ փոխհարաբերությունների մեջ պետք է լինի եւ երբ որ դու ասում ես, գիտես ինչ կա, ես հիմա ծայրից ծայր կօգտվեմ բոլոր այն արտոնություններից, որը դու տալիս ես, ԵԱՏՄ, հետո քեզ կասեմ հաջողություն ու կգնամ այնտեղ այն աշխարհակաղակական կենտրոն, որի հիմնական նպատակը խոսքը արևմուտքի մասին է, Ռուսաստանին ենթարկել ռազմավարական պարտության։ Հարց են տալի, ասում են ուզում ես գնաս, դեմ չենք, այդ մարդիկ ասում են դեմ չենք, գնացեք, խնդրեմ, այնինչ լավ է հայ ժողովրդին, դա լավ է մեզ, պայմանական չէ, մի րոպե։ Բայց մենք կանենք սա ու սա։ Ներողություն, դու գնում ես իրա թշնամ, մի րոպե։ Ում շահերն եք հիմա դուք պաշտպանում, Ռուսաստանի թե Հայաստանի, ներողություն։ Միանշանակ ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը, որովհետև այն ճանապարհը, որը ընտրել է այսօրվա իշխանությունը, գնալով առճակատման եվրասիական կենտրոնի հետ, ոչ թե սպառնում է Եվրոպային, այլ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը եւ փորձել նենգափոխել
իմ խոսքերը եւ ասել ում շահերն եք պաշտպանում, առաջնային Հայաստանի։ Իմ մոտ հարց ա ծագում, իսկ ում շահերն է պաշտպանում Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, երբ որ այս իրավիճակում ծանրագույն, երբ որ աշխարհաքաղաքական իրար ոչնչացնելու ըստ էության հայտարարություններ են անում։ Ըստ էության Հայաստանը դնում է նժարի վրա եւ գնում է ուղակի արճակատման այն կենտրոնի հետ, հա, որը ներողություն ուզենք թե չուզենք, համաշխարհային խաղացող է։ Պարոն Աբովյան, Սա է արճակատումը իրավիճակը։ ոնց է դրսևորվում։ Մենք շարունակում ենք Այսինքն մնալ այն ռազմաքաղաքական դուք ուզում դաշինքում, եք- որը Ռուսաստանինն է, հապկում ենք, մենք ՀԱՏՄ-ում ենք, մենք ԱՊՀ-ի հետ ենք, մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքում ենք։ Որն է սրա արճակատումը։ Մենք ռազմաբազա Գիտեք ունենք արճակատումը եւ որևէ որն է։ դեպքում չենք Չէ, ասում, որ չէ, ռազմաբազայից պիտի դուրս գանք։ Այսինքն այն որ վերջնական նպատակը ռազմաբազայի հանելը եւ ես միգրամ չեմ կասկածում, որ հետեւողականորեն այդ գործընթացի կգնան իշխանությունները Հայաստանի Հանրապետության։ Չնայած չեն հասցնի, բայց դա այնուամենայնիվ էլի։ Սա ակնհայտ է։ Խնդիրը նրանումն է, չէ, ես վերջացնեմ։ Մի րոպե, ես վերջացնեմ։ Ես վերջացնեմ։ Գոյություն ունի հետեւյալ ճշմարտությունը։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ որ արևմուտքը եւ արևելքը ըստ էության պատերազմի մեջ են։ Այսօր փորձելով գիտեք ոնց խաղալ հակասությունների վրա անունը դնելով ճակերտներում իբր դա բանա բալանսավորված բալանսավորված խաղաղությունը դա բերել եւ հասցնել իրավիճակը երկրում մի հանգրվանի երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուղակի սկսում է դառնալ մարտադաշտ եւ այստեղ երբ որ մենք մեղադրանքներ ենք հնչեցնում օրինակ Եվրոպայի հասցեին, Միացյալ Նահանգների հասցեին, Ռուսաստանի հասցեին եւ այլն, հա, մենք բաց ենք թողում շատ կարեւոր մի հանգամանք։ Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները զերծ են էմոցիոնալ, հա, բոլոր այդ ելևէջներից։ Իրենք նայում են հետեւյալը. եթե դու պայմանական խաղում ես քու կշիռը հաշվի առնելով, այն աշխարհաքաղաքական կենտրոնի դեմ, իսկ դու փաստացի խաղում ես, որը քեզ արտոնյալ պայմաններ է տալի, ներողություն, իրանք քո հարիվ չեն։ Դե դա եմ ասում, պարոն Աբովյան, այսօրվա Բա ինչ է դրությամբ, եթե խաղում։ ձեր ասածով Հայաստանը խաղում է այդ աշխարհաքաղաքական կենտրոնի դեմ, առնվազն այն ինչ որ թվարկեցի, դրանցից պիտի դուրս գար։ Այսինքն Թվարկենք ինչն է դուրս եկել։ Հապկից դուրս չի եկել, Չէ, թվարկենք, մի րոպե։ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքում ենք, ռազմաբազան մեզ մոտ է եւ գումարած դրան Եվրոպայի հետ հարաբերությունները փորձում է կարգավորել։ Այսինքն ինչ է սպահը այդ բալանսավորված քաղաքականությունը, Եվրոպայի հետ հարաբերությունները վատեին։ Մինչև այսօր, պարոն Աբովյան, այդ բալանսավորված Դուք քաղաքականությունը բերել եք իշխանությունն ասում, բերել է արճակատման։ Դուք բերել եք Եվրոպայից մարդկանց, ովքեր Հայաստանում հայտարարություններ են անում, որը համաձայն ձեր տրամաբանության միտված է։ Տեսեք, դուք ասում եք, այս չեն արել։ Այն աշխարհաքաղաքական կենտրոնի, այսինքն Եվրասիական վեկտորի Ռուսաստանի դեմ ինչի ենք մենք փորձում ինքներս մեզ խաբել։ Հենց հիմա օգտագործելով կրկին հնարավորությունը հարց եմ տալիս գյուղացին ինչ պետք է ցանի եթե այս պարագայում խնդիրը արդեն կանգնած աշխարհաքաղաքական առումով ԵԱՏՄ ԹԵՄ ինչ պետք է ցանի սպասում է իրան ԵՄ-ում օրինակ չգիտեմ Ֆրանսիացին հայկական ծիրանը չի սպասում ու դա նորմալ է որքան էլ զարմանալի չի ԵԱՏՄ-ում ենք դեռ եւ շարունակել ենք մնալ ԵԱՏՄ-ում ասում է իշխանությունը դուք ԵԱՏՄ-ում եք դեռ միջև են պահ դուք հայտարարել եք միջև ձեռնտու լինի գնալ Եվրոպա ստե խնդիրը դա չի կարելի ես որ ասում եմ բարոյականություն պետք է լինի քաղաքականության մեջ այդ գիտեք ինչի է նման ոնց որ համեմատական չեմ անցկացնում կենցաղային էլի ոնց որ օրինակ ընտանիք է մարդու կնիկ են մարդը կնգան շուռ գա ասի հա հենց այդպես ժողովուրդ ջան մարդը շուռ գա կնգան ասի գիտես ինչ կա քանի դու երիտասարդ ես քանի դու սենց ինձ լավ կերակրում ես ես քու հետ եմ բայց կողքի հարևան կա այս սենց մի հատ սիրուն աղջիկ կա ու հենց այդ աղջիկը համաձայնվեց որ ես հետ ամուսնանամ քեզ թողել եմ բայց այս պահի դրությամբ դու իմ կինն ես այդ ենք մենք ասում Ինչ ենք մենք մեզ խախտում ես հարց եմ տալի գյուղացին ինչ անել Դուք ինչ եք ասում Մենք գիտեք ինչ ենք ասում մենք ասում ենք Եվրամիության հետ հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները ո՞նց եք կառուցելու Շատ պարզ եւ շատ ուղիղ չի կարելի առաջին հերթին հանում ենք հակադրության այդ
բոլոր ելևէջները։ Երկրորդը, ես վերջացնեմ, եթե ուզում եք ես արտաքին, արտաքին քաղաքականության բոլոր ելևէջները պատմեմ, համոզված եմ, որ այսօրվա հաղորդումը չի երիքի, բայց այնուամենայնիվ, առաջինը չի կարելի հակասությունների վրա խաղալ, ինչը անում է ներկայիս իշխանությունը։ B. Ամենակարևորը մենք պետք է հասկանանք, մեր ճակատին գրած է, որ մենք կամուրջ ժողովուրդ ենք իրականում։ Հայ ժողովուրդը, մշտապես իր պատմության մեջ եղել է կամուրջներ եւ ստեղծել է կամուրջներ արևելք, արևմուտք։ Ունենալով նվազագույնը սփյուռք, այն սփյուռքը, որը այսօր իշխանությունը Հայաստանի աչքով աչք հետը չունի, այն սփյուռքը, որը ունի ազդեցություն Միացյալ Նահանգներում իր չափով, ունի, չէ՞։ Թե չունի։ Հավանաբար դուք ուսումնասիրել եք, վերլուծել եք Թուրքի ազդեցությունը Միացյալ Նահանգների Ժողովուրդ ջան, Հայաստանում կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն սփյուռքի ազդեցության մասին։ Ես մի անգամից ասեմ, ճանաչելով հաղորդավարին երկար տարիներ, ես գիտեմ, որ դուք տեղյակ եք, բայց դե գործը անում եք։ Շարունակեմ, չէ, մի րոպե, եւս մի քանի հարց ունենք, մեր ժամանակն ավարտվում է։ Միացյալ Նահանգներում ունենք սփյուռք, ունենք ազդեցիկ, մեր մասով։ Ֆրանսիայում ունենք, Ռուսաստանում ունենք, Մերձավոր Արևելքում ունենք։ Օգտագործելով նվազագույնը, տեսեք, ես չեմ ասում ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքական վեկտորը, կամ քաղաքական ներուժը, այլ օգտագործելով այդ ահռելի, հնարավորությունները։ Ես ավելի քան համոզված եմ եւ առաջարկ Հայաստանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության կոնցեպտի մեջ, պարոն Ծառուկյանի դոկտրինի մեջ դա մատնանշած է եւ մեխանիզմները կան, Ժորժ ջան, մտեք կարդացեք։ Կա հստակ առանց ոչ մի ինչ-որ լոլոների, անիմաստ պատրանքների, երազանքների մեխանիզմ, թե ինչպես մենք կարող ենք ոչ մի պարագայում, ես ընդգծում եմ, ոչ մի պարագայում թարսվելով օրինակ նույն Եվրոպայի հետ, մենք ինչ իրավունք ունենք Եվրոպայի հետ թարսվել, այնտեղ շատ հայեր են ապրում եւ եկեք ճիշտը խոսենք, Եվրոպան մեզ համար սենց ասենք, անծանոթ վայր չի։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կառուցել այն հիմքերի վրա, որ ոչ թե մենք ստե բերենք այդ պետությունների հակասությունները, դարձնելով Հայաստանը մարտադաշտ, ինչը այսօր արդեն իսկական հայտ է, այլ բերենք եւ ընդհանրությունների, ընդհանուր շահերի վրա խաղանք։ Սա հնարավոր է, եթե գիտեք, եթե մարդիկ դե լավ, այլ կերպ ձևակերպեմ, ավելի քան համոզված եմ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր իմ հետ հիմա համաձայն չեն, այնուամենայնիվ, այն թեզի հետ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող է կամուրջ լինել, այլ ոչ թե հակամարտության դաշտ, միանշանակ իմ հետ համաձայն։ Պարզ է, պարոն Աբովյան, այլ հարցի գալով, ձեր թիմում պետական դավաճանության մեջ կասկածվող անձ կա, Անդրանիկ Թևանյանը, նաև լրտեսություն, որը ի օգուտ Ռուսաստանի է իրականացվել, այս պայմանությամբ ենթադրյալ հանցագործության մասին է խոսքը։ Ոնց եք դուք սա մեկնաբանում եւ ինչպես պետք է այս իրականությունը կամ այդ տեղեկատվությունը իմանալով հանդերձ ընտրողը ձեզ վստահի եւ օրինակ վտանգ չտեսնի ձեր քաղաքական թիմից երկրի համար։ Շատ բարձ պատճառով։ Մի լավ արտահայտություն կա, սատանի մայլայում քանդերբազություն չեն անում։ Ժողովուրդ ջան, նախ ինձ համար ուղղակի ցավալի է, երբ որ իշխանությունը, իր վրա վերցնում է դատավորի, դատախազի, փառքասու այսօրվա հաղորդման ընթացքում դուք ընդգծեցիք ենթադրյալ, ենթադրյալ։ Բոլոր, այդ ելևէջները ոչ թե դուրս գալ միտինգների ժամանակ եւ մարդուն կրկնում եմ առանց դատական որոշման, սկսել անվանել դավաճան կամ լրտես կամ չգիտեմ ինչ, մի հատ թող իրանց թիմը թափ տան։ Մի հատ հələ թող Նիկոլ Փաշինյանը իր թիմը մի հատ թափ տա։ Շատ հետաքրքիր, ես կասկած ունեմ, տեսեք չեմ պնդում, ես էլ դատավոր չեմ, ես էլ դատախազ չեմ, բայց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հաշվի առնելով այս թիմում ներգրավված մարդկանց, հաշվի առնելով այս թիմի քաղաքականությունը, ես էլ ունեմ հիմնավոր կասկածներ, ընդգծում եմ, չեմ պնդում, որ այնտեղ էլ գոյություն ունեն շատ տենց
հետաքրքիր բայր, որոնք կարող է օրինակ վերագրվի լրտեսությանը։ Օրինակ, սա կասկած է, ես չեմ պնդում, բայց իշխանությունը տարբերությունը նա պնդում է չափածուցված գործընթացի ներքո եւ ամենակարևորը։ Այդ ուրեմն միջև չէ, ես վերջացնեմ։ Ուրեմն մինչև ընտրությունները, հա, տենց ամեն ինչ նորմալ էր, մեկ էլ ընտրություններին այն պահի ժամանակ, երբ որ իշխանությունը շատ լավ հասկանալով, որ չի հասնում նվազագույն ռեյտինգային առումով այն ցուցանիշներին, որին ինքը պետք է հաշվի, մեկ էլ շպիոնա, հա բռնում, դե լավ էլի, գիտեք ամեն ինչ ունի չափ ու սահման, մարդու կյանքը խորտակում են, պատերազմից հետո, երբ որ իշխանությունը խնդիր էր իր առջև դրել, որ բոլոր իր բաց թողումները դնի ու մարդկանց վրա պատտասնի, որքան գործ էր բացվել լրտեսության պահով, կհիշեք, տասնյակներ, իսկ հիմա էլ եկեք մի հատ հասկանանք, իսկ քանի հոգի արդարացվեց, գրեթե բոլորը, գրեթե, այնպես որ Պարոն Աբովյան, եթե դատական վճռից հետո իհարկե, ես այս պահին որևէ պնդում չեմ կարող անել, որտեղ որևէ բան չեմ տիրապետում, բայց եթե պարզի, որ իսկապես մեղադրանքը հիմնավորված է կամ հետո հիմնավորվի, դուք ինչ կերպ եք արձագանքելու։ Իսկ եթե պարզվեց, որ չի պատասխանատվություն ձեր թիմակցի համար, իսկ եթե պարզվեց, որ չի, տեսեք, մենք փորձում ենք եթեներով խոսանք, ես էլ հակընդեմ հարց եմ տալի, իսկ եթե չպարզվեց, ով է պատասխան տալու մարդու կյանքը գետնով տալու համար, ով է պատասխան տալու, որովհետև երբ որ մենք խոսում ենք եթեներով, չէ, մենք բերում ենք արդեն խոսակցությունը անպտուղ մի դաշտ, որտեղ բավոր եթե սենց լինի, բավոր սենց լինի, պատեզդը կեղտոտ, Հիտլերը մեռել է, չի կարելի այդպես, մարդու կյանքի հետ ենք խաղում։ Եվ այսօր պետական դավաճանության մասին ոչ, այո, պետական դավաճանության մասին ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ պետական դավաճանության հետ կապված եւ առհասարակ բոլոր գործընթացները, որը գեներացնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ընտրությունների նախընտրական փուլում ընդգծում եմ ընտրությունների նախընտրական փուլում շինծու են, ես ունեմ այդ կասկածները։ Ես ասեմ ավելին, ես համոզված եմ, որ շինծու են։ Քանի դեռ հակառակը ապացուցված չի, եւ այստեղ կրկին մենք գալիս ենք մի հետևանքի, ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ, այդ տենց սպասեցին, եկավ ընտրությունների ժամանակը ու նախընտրական փուլում, վայ, բոլորը չգիտես ինչ շպիոն են։ Այստեղ ամենաառանցքայինը ընտրությունների օրն է, ոչ թե պետական դավաճանության հնարավոր կամ ենթադրյալ մեղադրանքը, մեզ համար առանցքային է մարդու կյանքը, մարդու պատիվը, եւ եթե դու մեղադրում ես մարդուն, չունենալով ոչ մի ապացույց, չունենալով, ես լիահույս եմ, որ մի օր Անդրանիկ Թևանյանի փաստաբանին էլ կհրավիրեք, խոստանում եմ շատ հետաքրքիր մի հաղորդում կստացվի, շատ հետաքրքիր, որտեղ ուղղակի կպչե ես վերջացնեմ եւ մեզ համար առանցքային է, կրկնում եմ եւս մեկ անգամ, դավաճանը գիտեք նույնիսկ ցենզուր արտահայտությունն էլ չկա, հա, ասել թե ով է դավաճանը եւ ինչ պետք է դավաճանի հետ լինի, բայց տասնապատիկ ամենավատ բառերով, ամենավատ հետևանքներով պետք է, գիտեք ոնց, պետք է այդ ամենավատը պետք է գնային մարդու վրա, կամ այն մարդկանց, կամ այն կառույցի, կապ չունի, ես հիմա չեմ ուզում ոչ մեկին մատնանշեմ, ովքեր մարդու կյանքը խորտակեցին կամ փորձում են խորտակել, որ մի երկու օր ավել իրենց աթոռները պահեն։ Հասկանում եք, անբարոյականություն է չափածուցված պարագայում մարդուն մեղադրել լրտեսության, գիտեք, գլխից մեջ չի տեղավորվում։ Դե դա լավ, թողնենք դատարանին, պարոն Աբովյան, մեր ժամանակը ավարտվում է։ Լրտեսության մեջ դուսագալի Փաշինյանը միտինգից է հայտարարում լրտեսության մեջ, դուք հասկանում եք մենք ուր ենք հասել։ Ոչ թե հատուկ ծառայությունները գալիս չէ, տրամաբանենք հատուկ ծառայությունները, եթե գիտեն լրտեսա, արդեն ինչ-որ մի գործընթաց է եղել, գալիս են տնից տանում են, տրամաբանական է, չէ, լրտեսություն է, ոչ թե երկրի ղեկավարը դուրս է գալիս միտինգի ու սկսում է հայտարարել, ասում է լրտես կա, չգիտեմ ինչ պնդում է, գոռում է, ճղում է իրան մեջտեղից, դրանից հետո անցնում է 1.5 օր,
Լրտեսը հանգիստ, փողոցներով մանագալի միտինգներ անում, ընդ իշխանությունը սրտատրոփ սպասում է, երբ ինքը փախնելու չի Մի փոքր փախնելու։ հանդարտվենք, էմոցիաները հանդարտեցնենք, եւս երկու հարց ունեմ եւ ավարտում ենք։ Գագիկ Ծառուկյանը ասում է ծովից ծով Հայաստանի մասին, երևի սրտնեղում է, որ վարչապետը իր կրծքի հատվածում կրում է սովորական մեր ունեցած Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Ձեր ծովից ծով Հայաստանի պատկերացումը ո՞նց եք իրականացնելու դուք, որ շատ եք Գագիկ սրտնեղում։ Ծառուկյանը չի սրտնեղում վարչապետի կրծքի հատվածի մասով, միանգամից ընդգծեմ։ Քարտեզի, բանը։ Հա, քարտեզի, հա, սա մեկ, երկրորդը։ Ես հասկանում եմ, որ տեղեկատվական եւ ռոպագանդիստական գիտեք, մենք ելևեժների պատերազմի մեջ ենք, բայց Գագիկ Ծառուկյանը եւ յուրաքանչյուր հայ մարդը սրտնեղում է, որ մի պետություն, որը ընդամենը 9-10 տարի առաջ հպարտ, արժանապատիվ, նվազագույնը հաղթած, այսօր դարձել է էժանագին պլաստմասից պատրաստված մի կրծքանշան։ Ծովից ծով Հայաստանի մասին։ Ծովից ծով Հայաստանի մասին, Դա տեսեք, ձեր պատկերացումն է, եթե ազգը, թե քաղաքական ժողովուրդը, ծրագիրն է։ տեսեք, ծովից ծով Հայաստան արտահայտությունը, ցավում եմ, որ մարդիկ հասկանում են լոկ ֆիզիկական առումով։ Ցավում եմ։ Դա ձեզ չի վերաբերվում, որովհետև կրկնեմ, գործը անում եք, բայց ես վերջացնեմ, չէ, ես վերջացնեմ ծովից ծովի մասը։ Ծովից ծով Հայաստանը այստեղ է։ Եթե դու չունես այստեղ ծովից ծով Հայաստանը պատկերացումը, դու չես կարող պահել այն Հայաստանը, որը այսօր կա, եւ Հայաստանը դա դեղին զնաչոկ չի, կամ չգիտեմ, կրծքանշան չի, դա սիմվոլիկա է, պարոն Աբովյան։ Դուք եք դա հասկանում, որ դա սիմվոլիկա է, շատ լավ։ Պարոն Աբովյան, վերջին հարցը, ձեր ձայները ստացած հարկ եղած դեպքում կտակ Ռոբերտ Քոչարյանին, թե չէ։ Գագիկ Ծառուկյանը արդեն այդ հարցին պատասխանել է, այստեղ ես ավելացնելու բան չունեմ, ասեմ ավելին չի կարելի, չնայած գիտեք ոնց, չի կարելի բառը, ես հասկանում եմ outsider-ներ, երրորդ տեղ, ուրեմն իմացեք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գնում է իշխանություն ձևավորելու։ Եվ ով է ձեր վարչապետի տեխնացուն։ Եթե գնում եք իշխանություն վերցնելու, ով է վարչապետի տեխնացուն։ Մեր վարչապետի տեխնացուն, ապագայի տեխնացուն է եւ հարգելի հեռուստադիտողներ, մեր վարչապետի տեխնացու է անունը հենց տեսեք, ապագան դա անցյալը չի, դա այն ինչ պետք է լինի։ Այն ինչ պետք է լինի եւ ինչ լավ պետություն, ով է ձեր վարչապետի տեխնացուն։ Հարգելի հաղորդավար ջան, Ժորժ ջան, զգում եք ոնց են ինձ խեղդում ստեղ։ Հարգելի հաղորդավար ջան, մեր վարչապետի տեխնացուն, ապագայի տեխնացուն է, ասեմ ավելին, դա էլ է լինելու շատ լավ սուրպրիզ։ Լավ, թող մնա անակնկալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Արման Աբովյանն էր, կհանդիպենք։